Մենք հիմա պատարագի ենք։ Այո, մենք հիմա պատարագի ենք, պիտի պարտադիր լինենք մեր եկեղեցու կողքը։ Պայքարը դա կաթողիկոսի դեմ չի, ցանկացած մարդ դրա համար մեծ ինչ-որ կրթություն էլ պետք չի հասկանալու համար, որ դա ուղղակի քայքայում են մեր հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Պատվերը բոլորս գիտենք որտեղից է, եթե նույնիսկ բոլորս էլ չգիտենք, մեծամասնությունը գիտեն։ Ուղղակի պայքարի վճռականությունը ինչի է այս աստիճան ընկել մեր ազգի մեջ, գուցե պատերազմի վախն է, գուցե տարիներ առաջ տեղի ունեցած պատերազմի վախն է, որ թույլ չի տալիս մարդիկ ընկճված են դուրս գան պայքարի, բայց առանց պայքարի հաղթանակ չի լինելու։ Ես իհարկե կանգնած եմ վեհապար կողքը, կանգնած եմ հայ առաքելական եկեղեցու կողքը մինչև վերջ կանգնա։ Հիմա տեսեք զարմանում եմ, հոգևոր մայրաքաղաքում ենք գտնվում, վեհապարի ձայնը մենք կտրում ենք մայր տաճարի ներսում, բայց հիմա որ գնանք մեր սահմանամերձ գյուղերը, օրինակ Մարգարագյուղ, Երասխահուն գյուղ, նրանց նամազի ձայնը այնտեղ նույնիսկ լսվում է, մեր գյուղերում լսվում է, սարսափելի բան է, իսկ մենք մայր տաճարում կտրում ենք մեր վեհապարի ձայնը, ինչի պիտի այս ձայնը չլսվեր հիմա մեր հոգևոր մայրաքաղաքի կենտրոնում, ինչի պիտի քաղաքացին չլսեր այսօրվա մեր պատարագի ձայնը, մեր վեհապարի ձայնը, պիտի պայքարենք, առանց պայքար հաղթանակ չի լինի։ Շնորհակալություն։